2018 թվականի հեղափոխության ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զանգել է Սերժ Սարգսյանին ու հետաքրքրվել իրավիճակի մասին։ Մի քանի լրատվամիջոցների հետ հարցազրույցում այս մասին հայտնել է Քոչարյանը։ Ինձ տարբեր մարդիկ դիմում էին, ասում՝ մի հատ էլ դու ասա, ոնց որ վիճակը ձեռից գնում է, բան չի անում։ Ես զանգեցի Սերժ Սարգսյանին, ասում եմ՝ վիճակը ոնց ես գնահատում, պրոբլեմա, ինձ տարբեր տեղերից սա են ասում։ Ձնագնդի պես գնում է դեպի այլ ուղղություն, կոնտրոլը կորցնելու եք։ Ինքը շատ հանգիստ ասաց՝ ինչ որ պրոբլեմ չկա, ամեն ինչ կոնտրոլի տակ է։ Ինձ զարմացրեց, հարցրի՝ վստահ ես, երև մի երկու անգամ նույն հարցը տվեցի։ Շատ հանգիստ ասում է, ամեն ինչ կոնտրոլի տակ է։ Մի քանի օր հետո հրաժարական տվեց, նշել է Քոչարյանը։ Նրա խոսքերով մինչ այդ բավականին երկար ժամանակ ինքն ու Սերժ Սարգսյանը շփում չեն ունեցել։ Երբ քեզ շատ հանգիստ ասում են ամեն ինչ կոնտրոլի տակ է, ես ինչ պիտի անեի։ Ես մինչ այդ բավականին երկար ժամանակ շփում չեմ ունեցել իր հետ։ Վիճակից ելնելով որոշեցի, որ այնուամենայնիվ պետք է զանգել ու այդ ահազանգը հասցնել իրեն։ Ենթադրում եմ իրավիճակի սխալ գնահատում է եղել։ Ավել չեմ ասելու, բայց եթե խոսացնեն, ավել բաներ էլ եմ ասելու, նշել է Քոչարյանը, հավելելով, որ խոսացողներն անձիկ են, որոնք տեղյակ չլինելով մանրամասներից օդից բաներ են հնչեցնում։